Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Վլադիմիր Բալայան ազատամարտիկի անհավանական ուղին ինչա քննարկվելու Արևմտյան Հայաստանը խորհրդարանում խային մոռացալ Շավարժ Քրիսյանին արյունալի հարվածն է Լիբանանում զոհերի թիվը աճում է հրատարակվել 114 տռնված սիրիահայ մամուլի պատմությունը փորձագետի զգուշացումը Իրան-Իսրայել կռևը խորանում է դինքի գործի թեզահարցերը Կոստանդնուպոլսագիտաժողովին ստվերումը Օսմանյան բանտում հայ կնոջ ցնցող պատմությունը գիտնականներին զարմացրել է 13-րդ դարի հայկական ձեռագիրը։ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ ազատագրական բանակի Արցախ ճակատի հրամանատար Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին Մարտակերտաշրջանի Մոխրաթաղ շենում։ Վերարցախյան շարժման խաղաղ ցույցերը փոխարինվել են զինված պայքարը Վլադիմիրը հայտնվել առաջնագծում որպես ջոկատի հրամանատար։ Ինքը վաճառած ալերյուրան անձնական ավտոմեքենան ձեռքապերալ զենք ու կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատ վերը պատրաստել է դիմակայելի թշնամուն։ Վլադիմիրը ղեկավարել իսարել Մարտակերտաշրջանի պաշտպանությունը, բայց ցանկացած այս շրջանի իրավիճակի վատ հարացման դեպքում իրեն զինվորների հետ անմիջապես շտապել իսարել օգնության։ 1991 թվականի ծմռը Շահումյանում տեղի ունեցավ Վլադիմիր Բալայանի ու Լեոնիդ Ազգալձյանի հանդիպումը։ Զորամիավորումը վերը հիմնալա Լեոնիդ Ազգալձյանը Վլադիմիր Բալայանը 1995-1991 թվականներին կոչվել իսարել ազատագրական բանակ։ Բացառիկ երևույթ արել հայկական զինված կազմավորումների պատմության մեջին։ Ազատագրական բանակի Արցախ ճակատի հրամանատարն էր Վլադիմիր Բալայանը։ Ազատագրական բանակը նշանակալի հաղթանակներ այլ գրանցելիս երկու տարվա ընթացքում անընդհատ մասնակցել է մարտական գործողություններին, ազատագրել 24 շեն, պաշտպանել մի սաղ շրջանը ունենալով ընդամենը 7 զոհ։ Վլադիմիրը 6-րդն էլ ինքը զոհվել է 1992 թվականի հունիսի 9-ին Չայլուշենի պաշտպանական դիրքերում։ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը ուղերձահաղալ իրեն հարազատներին ազինակից ընկերներին մասնավորապես նշելով. Վլադիմիր Բալայանը հայրենիքը սիրելի ու գնահատելի վառ օրինակ է։ Ինքը պայքարել է հանուն հայրենիքի ազատագրման ու ընկալ է մարտի դաշտում սերունդներին թողնելով ազատագրության վեհ գաղափարը։ Մած պատիվալ էլ մարտական դաշտում կռվել Վլադիմիր Բալայանի ու Լեոնիդ Ազգալձյանի նման հզոր հրամանատարների կողքին իրանց հետ կիսել մխելա դժվարություն է, ունենալ մարտական ընկերների կորուստն է, բայց նաև տեսնել հաղթական լուսաբացը։ Մենք պարտավոր ենք պայքարել հանուն հայության իրավունքների վերականգնման ու մեր հայրենիքում ազատ ու անկախ ապրելի իրավունքի հետի։ Մի նպատակ վերիուղությունով այժմ գործում է Արևմտյան Հայաստանը։ Հունիսի 13-ին շաբաթ օրը ժամը 1-ից ժամը 6-ը Երևանում Ագաթանգեղոս 2/2 հասցեումը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին երրորդ գումարման 7-րդ լիագումար նիստն է իննյական։ Նիստին վաղը քննարկվելու են օրակարգային կարևոր հարցեր, հունց նաև ներկայացվել կատարված գործերն առաջիկա ծրագրերը։ Մասնակցությունը պետհասախ հետաքրքրված անձանց հետի մուտքն էլ ազատ է։ Եթե կարել չեք ներկա գտնվիք, ապա հնարավորություն ունիք հետևելի նիստին ուղիղ հեռարձակմանը Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական Facebook-յան էջին միջոցառը։ Շավարժ Քրիսյանը հայ մարզական գործիչ մանկավարժ մարմնամարզ ամսագրի հիմնադիրն է վերը Օսմանյան կայսրության առաջին սպորտային պարբերականն այլել։ Ինքը նպաստել է ֆիզիկական կրթության, սպորտի ու սկաուտական շարժման զարգացմանը հայ ջահիլների շրջանում։ 1915 թվականին ձերբակալվել ու սպանվել 29 տարեկան հասակում։ Լիբանանի հարավային շրջաններում հունիսի 9-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների դերդան զոհվել 4 մարդ։ Armen Press-ի փոխանցումով սրա մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր հարավային Լիբանանի Սուր քաղաքի Կարմիր խաչի կենտրոնի մոտակայքում իսրայելական հարձակման դերդան զոհվել 5, վիրավորվել 8 մարդ, որոնցից 4-ը Կարմիր խաչի շտապօգնության աշխատակիցներն են։ Իսրայելական բանակը Լիբանանի հարավում գտնվող Սուր քաղաքի բնակիչներին տարհանման հրաման տվավ։ Լիբանանի առողջապահության նախարարությունն նաև տեղեկացրել է եւս 2 զոհ ու 10 վիրավորագրանցված Սաիդա շրջանում։ Երկրի հարավային Նաբատիե շրջանի Իրան հունիսի 8-ի առավոտյան Իսրայելը իրականացրած հարձակման դերդան զոհվել 7 մարդ ու եւս 8 վիրավորվել։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 2-ից վեր Իսրայելը Իրան Հեզբոլլահ հարձակման դերդան Լիբանանը ներքաշվել է մերձավոր արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3637-ի, իսկ վիրավորները 10188-ի։ Արևելագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ նա հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհավ հրատարակվել է հետազոտող Ավոգ Աթրջյանի սուրիահայ պարբերական մամուլի մատենագիտություն մենագրությունը։ Տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ստեղծված այս արժեքավոր աշխատությունը ներառում է 228 թերթ ու պարբերական, որոնցից 111-ը հեղինակի ջանքերով դուսին բերվել մոռացությունից ու ներմուծվել գիտական շրջանառության մեջ։ Մենագրության խմբագիրն Արևելյան Հայաստանի Հանրապետության գահաթղթակից անդամ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ալբերտ Խարատյանն
պատասխանը, իսկ պատասխանատու խմբագիր է պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Արաքս Փաշայանը։ Հրատարակությունը կարևոր ներդրում է հայ մամուլի պատմության ուսումնասիրման գործում ներկայացնելով ավելի քան 1 դար ընդգրկող հարուստ պարբերական ժառանգություն ստեղծելով արժեքավոր աղբյուր հետագա գիտական հետազոտությունների հետի։ Ռուսաստանը Դաշնության արևելագիտության ինստիտուտի մերձավոր ու միջին արևելքի երկրների ուսումնասիրման կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը Ալֆա Նյուզի մեկնաբանալա մերձավոր արևելքի իրավիճակը։ Ես արդեն ասալում վեր Ամերիկայի Իրանը միջև հշագրի ստորագրման հավանականությունը միջինից ցածր մոտ 25%, իսկ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միջինից բեցյուրամոտ 75%։ Սա պարզ է, որովհետև դաժե այդ հուշագիրը խոսում չում երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի մասին հիմնված է անկյունների տարբեր հայացքների, տարբեր դիրքորոշումների ու տարբեր պահանջների վրա։ Տրանդարդանն էլ այն ի սկզբանե անիրագործելի է, ասալ Սաժինը։ Փորձագետի նշելավը ներկամ ամենայն հավանականությամբ ռազմական գործողությունները սրվելուն Իսրայելը ու Իրանը միջև։ Տեսնանք, թե ինչ որոշում կայացնա Թրամփը, որովհետև ինքը անկանխատեսելի է։ Չնայած Ամերիկայի ուժերը մերձավոր արևելքում ու Պարսից ծոցի տարածաշրջանում համ նվազալ չեն, համ էլ հակառակը իվիլացալն ուստի պիտի սպասել, եզրափակալա Սաժինը։ 2005 թվականին Կոստանդնուպոլսում նախատեսված Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում գիտաժողովը դատարանի որոշումով արգելվալա Բոգազիչի համալսարանում, բայց հետագայում անցկացվալա Բիլգի համալսարանում։ Գիտաժողովը ուղեկցվալա բողոքի ակցիաներով ու խոսքի ազատության շուրջ քննարկումներով, իսկ հրանդինքը հանդես եկալ պատմական թեմաների ազատ քննարկման օգտին։ CISST-ն կազմակերպալա վեբինար վերնվիրված այլել ուշ Օսմանյան շրջանում կնանոց բանտերին ու 1915-ի հայ քաղաքական բանտարկյալ Վարդուհի Քալանթարին։ Քննարկվալն կնանոցը կալանավորման պայմանները, իսկ մասնագետները ներկայացրալն Քալանթարի կյանքը ու հուշերի պատմական նշանակությունը։ Կիլիկյան հայկական թագավորությունում 13-րդ դարի վերջում, մասնավորապես 1295-ից 1298 թվականներին ստեղծված այլ միջնադարյան բժշկական ձեռագիր, վերնվիրված է ձիերի բուժմանն, խնամքին, իպիատրիայի ոլորտին։ Այս աշխատությունը կազմալա բժիշկ Ֆարաջ անունով հեղինակ ու ներառվալա բժշկական տրակտատի կազմում։ Ձեռագիրը համտեսական համ էլ գործնական ձեռնարկա անասնաբուժության մասին։ Իրան բովանդակությունը ընդգրկում է ձիու անատոմիայի նկարագրությունը, բուծման ու վարժեցման մեթոդներ, տարբեր հիվանդությունների ախտորոշում ու բուժման եղանակն է, հատկապես ուշագրաված ձեռագրի պատկերային լուծման։ Տեքստին տողերը ճառագայթաձև տարածվում են ձիի մարմնին տարբեր մասերից, ստեղծելա միջնադարյան գրաֆիկական ցուցիչների յուրօրինակ համակարգ։ Այս մոտեցումը կարելի է դիտարկել որպես վաղ ինֆոգրաֆիկայի օրինակ, որտեղ բժշկական խորհուրդներն ու դեղատոմսերը անմիջապես կապվում են համապատասխան անատոմիական հատվածների հետ։ Այս արժեքավոր ձեռագիրը ներկայումս պահպանվում է Երևանում, Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում, վերահանդիսանում է միջնադարյան ձեռագրերի աշխարհի կարևորագույն գիտահետազոտական կենտրոնները մինը։ Այս հուշարձան աղբյուրը հավակամ է միջնադարյան հայկական բժշկության պետություն մակարդակի մասին, համ էլ նշանցատամ գիտական մտածողության ու պատկերային հաղորդման զարգացման ձևերը հալամ դարեր առաջ։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։